Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Վեճն իրոք թեժ էր եղել եւ կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ, եթե իրավապահները մի փոքր ուշանային, այս անգամ էլ չուշացան։ Զանգում էին, առաքիչի պես մի տեղից ապրանք էր վերցնում, մեկ այլ տեղ հանձնում, միայն թե ապրանք ասվածը թմրանյութ էր։ Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ Զվարթնոց օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Ռուս գործընկերների պատվիրակությունը Երևանյան այցը սկսեց Ծիծեռնակաբերդից, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելեցին ցեղասպանության թանգարան, ինչպես եւ խորհրդանշական եղևնի տնկեցին հուշահամալիրի ծառուղում։ Այնուհետև Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու գերատեսչությունների միավորված կոլեգիայի նիստը բացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի նախագահությամբ։ Մասնակցում էին միավորված կոլեգիայի անդամներ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունից, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, ինչպես եւ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն ոստիկանության գեներալ լեյտենանտ Օլեգ Կոնովալովը։ Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը։ Ողջունելով միավորված կոլեգիայի անդամներին ու նիստի մասնակիցներին, Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես նշեց. Хочу отметить, что объединенные коллеги продолжают оставаться важными. Միավորված կոլեգիան շարունակում է մեր գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացման կարևոր մեխանիզմ մնալ հանցավորության դեմ պայքարում, քանի որ նրա շրջանակում քննարկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ու խնդիրների ողջ սպեկտրը, ճշտվում են դիրքորոշումներն ու համատեղ մշակվում կոնկրետ քայլեր, ինչպես մեր պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, այնպես էլ արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի գործում։ Բացառություն չէ նաև միավորված կոլեգիայի այսօրվա նիստը, որի ընթացքում կդիտարկվեն հետախուզման ոլորտում երկու գերատեսչությունների համագործակցությանն ու Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կարծում եմ, որ ելույթ ունեցողները առավելագույնս մանրամասն կանդրադառնան առկա հիմնախնդիրներին եւ կոնկրետ առաջարկներ կանեն մեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցողական միջոցների մշակման վերաբերյալ։ Ցանկանում եմ կառուցողական աշխատանք մաղթել բոլորիս եւ վստահություն հայտնել, որ միավորված կոլեգիայի այսօրվա նիստն ու մեր ընդունած որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն մեր համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծեց երկու գերատեսչությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարում։ Это особенно актуально в современных условиях.
Դա հատկապես հրատապ է արդի պայմաններում կապված քրեական մարտահրավերների ուժգնացման հետ։ Խոսքն առաջին հերթին միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի մասին է։ Ռուսաստանում եւ Հայաստանում օպերատիվ իրավիճակի բոլոր տարբերություններով հանդերձ նշված մարտահրավերները հավասարապես վտանգավոր են մեր պետությունների համար։ Այս սպառնալիքներին հակազդելու եւ երկու երկրների տարածքներում իրավակարգի ապահովման գործում հանգուցային դեր ունեն մեր գերատեսչությունները, որոնց համագործակցությունը էականորեն ամրապնդվել է վերջին տարիներին։ Այսօր այն հիմնվում է ամուր միջազգային իրավական հենքի վրա, ակտիվորեն գործում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով։ Մենք արդյունավետ համագործակցում ենք տարբեր հարթակներում, նախ եւ առաջ միավորված կոլեգիայի ու ՀԱՊԿ ձևաչափով։ Իրավապահ ոլորտում համագործակցության ամրապնդման լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո։ Նման ծավալուն նախագծի իրականացումն անշուշտ ավելի բարդ ու պատասխանատու խնդիրներ է դնում անդամ պետությունների առաջ, որոնց լուծումը պահանջում է բոլոր ոստիկանական գերատեսչությունների ջանքերի միավորում։ Համոզված եմ, որ այս պայմաններում մեր երկկողմանի համագործակցության նշանակությունը միայն աճելու է։ Միավորված կոլեգիայի ձևաչափով համատեղ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ այն ոչ փոքրաթիվ խնդիրների արդյունավետ լուծման լավագույն միջոցն է։ Միավորված կոլեգիայի նիստի օրակարգում 3 հարց էր։ Հետախուզման ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համագործակցության մասին զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ ոստիկանության գեներալ լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներն իրենց զեկույցներում ներկայացրին Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոն դաշնային պետական հաստատության պետ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Պյոտր Գրիշինը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2017 թվականի աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ զեկուցեց ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։ Քննարկումների արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ եւ ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր։ Միավորված կոլեգիայի Երևանյան նիստի արդյունքներն ամփոփեցին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Նշելով, որ միավորված կոլեգիայի նիստն անցավ ավանդաբար բարեկամական ու գործնական մթնոլորտում, Վլադիմիր Կոլոկոլցևը մասնավորապես ասաց. Չափազանց բովանդակալից ու արդյունավետ եմ համարում ծրագրված թեմաների քննարկումը։ Ընդ որում մենք հասանք կոնկրետ լուծումների, որոնց իրականացումը թույլ կտա ամրապնդել մեր գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը։ Առաջին հարցի քննարկումը ցույց տվեց, որ հետախուզական գործունեության ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջնահերթ ուղղությունը նախկինի պես մնում է տեղեկատվության փոխանակման կատարելագործումը, ընդ որում բոլոր առումներով՝ իրավական, կազմակերպչական, տեխնիկական։ Ինչպես հետախուզական գործունեության ոլորտում փորձաքրեագիտական գծով գործակցության հանգուցային խնդիրն էլ տեղեկատվական գործակցության անբավարար մակարդակն է։ Նկատի ունենալով առկա իրավիճակը անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն ցուցաբերել այնպիսի հանցագործությունների փորձաքրեագիտական հիմնավորմանը, որոնք կապված են զենքի անօրինական շրջանառության, թմրաթրաֆիկի, անօրինական միգրացիայի հետ։ Փոխգործակցության կարևոր ձև է մնում գործընկերներին գործնական օգնություն ցուցաբերելը առավել բարդ փորձաքննությունների ընթացքում, որոնք պահանջում են ժամանակակից սարքավորումների եւ հետազոտության արդիական մեթոդների կիրառում։ Մեր կարծիքով համատեղ աշխատանքի եւս մեկ պահանջված ուղղություն է փորձագիտական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացումը։ Մենք պատրաստ ենք հայ գործընկերների հետ շարունակել գործակցությունն այդ բնագավառում, հաշվի առնելով կողմերի շահերն ու հնարավորությունները։ Համոզված եմ, որ այսօր ընդունված որոշումների կատարումը թույլ կտա ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունն ինչպես դիտարկված հարցերի ուղղությամբ, այնպես էլ ընդհանուր առմամբ իրավապահ ոլորտում։ Նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար Վլադիմիր Գասպարյանը նշեց.
Հարկ է նկատել, որ նիստի ընթացքում քննության առնված հիմնահարցերի լուծման համար անհրաժեշտ է տքնաջան եւ մանրակրկիտ հետեւողական աշխատանք։ Միավորված կոլեգիայի ընդունած որոշումները անկասկած նոր ազդակ կլինեն դիտարկվող ոլորտներում օպերատիվ համագործակցության եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ նշել, որ հասարակական զարգացումների գործընթացով պայմանավորված ոչ պակաս արագությամբ փոխակերպվում է նաև հանցավորությունը, օգտագործելով գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները։ Դա իր հետքն է թողնում հանցավորության ձևերի, ծավալների փոփոխության, անհատի, հասարակության եւ պետության համար նրա վտանգավորության վրա։ Այդ գործընթացները լիարժեք վերաբերում են ահաբեկչությանը, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց առևտրին, կիբերհանցավորությանը, անօրինական միգրացիային եւ հանցավորության այլ վտանգավոր դրսեւորումների։ Գիտակցելով նշված սպառնալիքների վտանգավորությունը չափազանց կարևոր է օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը քրեական ուղղվածություն ունեցող հանցավորության դեմ պայքարում, հատկապես նրա օպերատիվ բաղադրիչի շրջանակում, ընդհանուր գնահատականի, միասնական քաղաքականության եւ համատեղ գործողությունների կազմակերպչական հիմունքների մշակման համար։ Համոզված եմ, որ այս դիրքորոշումն առաջնահերթ է նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համար։ Պատահական չէ, որ միավորված կոլեգիայի հաջորդ նիստի աշխատանքային պլանում ընդգրկել ենք հենց այդ հարցերը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստի ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևը պատասխանեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ։ Դրա հերթական դրվագն արձանագրվեց Մայրաքաղաքում հոկտեմբերի 5-ին։ Երևանի Քաջազնոնու փողոցում բնակվող մի տաքսովարորդ իր հիմնական աշխատանքից ավելի եկամտաբեր գործ էր գտել։ Զանգում էին առաքիչի պես մի տեղից ապրանք էր վերցնում, մեկ այլ տեղ հանձնում։ Միայն թե ապրանք ասվածը թմրանյութ էր։ Վտանգավոր բիզնեսը կարճ տևեց։ Օրերս ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ մի տաքսովարորդ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձանց ուղղորդմամբ թմրամիջոցներ է ձեռք բերում եւ իրացնում։ Տաքսովարորդը Արմեն Գևորքյանն էր, որին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համագործակցելով քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ հոկտեմբերի 5-ին Նոր Արեշից թմրամիջոցներ պահելու, տեղափոխելու եւ իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ Գևորքյանի գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր B8 գրառմամբ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 29 ամբողջական դեղահաբ։ Եվ սա ամենը չէր։ Հոկտեմբերի 6-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ Գևորքյանի բնակարանում կատարած խուզարկությամբ խոհանոցի պահարանից հայտնաբերեցին B8 գրառմամբ Սուբուտեքսի ևս 36 հաբ։ Հայտնաբերվածն արգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։ Գյումրիում վթար էր եղել, մեքենաներ էին բախվել իրար։ Ու թվում էր, թե հարցը պետք է կարգավորվեր քաղաքակիրթ եւ օրինական եղանակով, ճանապարհային ոստիկանների ու ապահովագրական գործակալների մասնակցությամբ։ Գուցե այդպես էլ լիներ, եթե վթարը տեղի չունենար ավտոտերերից մեկի տան մոտ, ու նրա ազգական հարևան բարեկամները չմիջամտեին ու անտեղի կրքեր չբորբոքեին, եւ գործին ստիպված էին միջամտել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները։ Կար ժամանակ, որ եւ մեքենաներն էին քիչ եւ վարորդները։ Քչերը կարող էին իրենց թույլ տալ մեքենա ունենալ, այն էլ եվրոպական արտադրության։ Այսօր շատերն ունեն, բայց կան վարորդներ, ովքեր մեքենա ունենալն առանձնաշնոր են համարում ու վարելիս դրսևորում համարժեք պահվածք, ինչն էլ հաճախ վթարի առիթ է դառնում եւ ոչ միայն վթարի։ Օրերս Գյումրիի Ալեք Մանուկյան եւ 26 կոմիսարների փողոցների խաչմերուկում 3 մեքենային իրար բախվել, BMW ու 2 Mercedes։ Հետո վթարի ենթարկված վարորդների եւ հավաքված անձանց միջև վեճ էր ծագել։ Հայհոյել էին, քարեր նետել մեքենաների ու միմյանց ուղղությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։ Ալեք Մանուկյան փողոց հասնելուն պես իրավապահները կանխեցին թե անկարգությունը եւ թե հետագա զարգացումները։
Վիճաբանության մասնակիցներից Աշոտի Գիթյանը, Ռաֆիկի Գիթյանը եւ Արթուր Բարսեղյանը բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին։ Ավելի ուշ ոստիկանություն ներկայացան Գևորգ եւ Գրիգոր Մխիթարյանները, Արա Իգիթյանը։ Դեպքի վայրի զննությամբ գազային ատրճանակի չկրակված փամփուշտներ հայտնաբերվեցին։ Արթուր Բարսեղյանը, որ իրավապահներին տեսնելով դիմել էր փախուստի ու բռնվել, փախչելիս Շիրակացի փողոցում գործող մանկապարտեզի տարածքում նետել էր ատրճանակը։ Այս զենքն արդեն գազային չէր եւ կարող էր մանկապարտեզի երեխաների ձեռքն ընկնել։ Սակայն տարածքի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին ատրճանակը։ Վեճն իրոք թեժ էր եղել եւ կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ, եթե իրավապահները մի փոքր ուշանային։ Այս անգամ էլ չուշացան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Արա Իգիթյանը եւ Արթուր Բարսեղյանը կալանավորված են։ Քննությունը շարունակվում է։ Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող «Ինձ բացակա չդնեք» հուշակոթողին վերջերս ավելացավ նաեւ Յուրի Տեփանոսյանի անունը։ Հոկտեմբերի 17-ին նա կդառնար 30 տարեկան։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի N զորամասում տեղի ունեցավ հիշատակի արարողություն նվիրված հուլիսին ոստիկանության բարեկապահակետային ծառայության գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձին։ Առավոտյան զորամասի սպայական ենթասպայական կազմը հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես եւ Յուրիի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատներն այցելեցին գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհեցին շիրիմին եւ խնկարկություն կատարեցին։ Արարողությունը սկսվեց շարահրապարակում 1 րոպե լռությամբ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Յուրի Տեփանոսյանի եւ զորամասի մյուս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Այնուհետև Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում մոմավառությամբ հիշատակվեց զոհված զինծառայողի հիշատակը, ինչից հետո ներկաներն այցելեցին ծառայակից ընկերների կողմից պատրաստված Յուրիի հիշատակին նվիրված պատվո անկյուն։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի համար Յուրի Տեփանոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է հասարակական կարգի գերազանց պահպանության համար մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով հետմահու պարգևատրվել է իրավակարգի ամրապնդման համար մեդալով։ Նրա ոսկետար անունը եւս իր ուրույն տեղը գտավ ոստիկանության կրթահամալիրի Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող «Ինձ բացակա չդնեք» հուշակոթողին։ 137 զինակիցների կողքին, որոնք կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ օրենքի։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։